Տարեկան միջինում ամեն օր մեկ մարդ մահանում է, 16-ը ստանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում թեմայով ազգային ժողովի նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նշելով լսումների արդյունքում հնարավոր է քայլեր նախաձեռնվեն ոլորտի ռազմավարություն մշակելու համար։ Չնայած ենթակառուցվածքների եւ երթևեկության կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն եւ մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները։ 10 տարում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ճանապարհատրանսպորտային պատահարներից ունեցել են 3600-ից ավելի զոհ, մոտ 70,000 վիրավոր, որոնցից 2000-ից 3000-ը ձեռք են բերել ցմահ հաշմանդամություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրեց ցուցանիշները, խոսելով ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար վերջին 5 տարիներին Հայաստանում իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Տեսեք 24 թվին մենք ունեցել ենք 4314 միայն զոհերով կամ վիրավորներով պատահար, ունեցել ենք 333 զոհ եւ ունեցել ենք 6116 վիրավոր։ Հիմա այս վիճակագրությունը լավ է թե վատ։ Հիմա ես բերում եմ 23 թվականի վիճակագրությունը։ Մենք 23 թվականի համեմատությամբ ունենք պակաս 24 թվին 299 պատահար, ունենք պակաս 45 զոհ եւ ունենք պակաս 421 վիրավոր։ Կառուցվել եւ վերակառուցվել են ճանապարհներ, արվել գծանշումներ, տեղադրվել նոր արգելափակոցներ։ Միայն 2024-ին ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներից հետո տեղադրվել են 9433 ճանապարհային նշաններ։ Քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին բազմաթիվ հարցեր կապված ոլորտի կառավարման եւ ենթակառուցվածքների, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճի, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելու հետ։ Կշռման կայաններ կկառուցվեն միջպետական ճանապարհներին գերբեռնված փոխադրամիջոցների շարժը կանխարգելելու նպատակով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նաեւ հիշեցրեց, թույլատրելի բեռնվածության պահանջներն օրենքով են սահմանված։ Միայն 22 թվականին կշռել ենք 19458 ծանրակաշ տրանսպորտային միջոց, կազմվել է 1702 վարչական իրավախախտումների արձանագրություն, 2023 թվականին 57871 համապատասխանաբար եւ կազմվել է 3687 վարչական ակտ, 24 թվականին 44861 եւ կազմվել է 4048 վարչական ակտ, 25 թվականի մարտի 1-ի դրությամբ կշռման է ենթարկվել թվով 5290 ծանրակաշ տրանսպորտային միջոց եւ կազմվել է 408 վարչական իրավախախտման արձանագրություն։ 2023-ի համեմատությամբ 2024-ին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով կամ 6.5%-ով, զոհերի թիվը 45-ով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ներկայացրեց պատկերը, նվազել է նաև զոհերի թվի համեմատական ցուցանիշը, յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։ Տեղական նշանակության ճանապարհներին տեղի ունեցած պատահարների ծանրության գործակիցը կազմել է 4.9, որը միջին հանրապետական ցուցանիշից ցածր է 0.2%-ային կետով։ Պատահարներից 674-ը կամ 15.6%-ը տեղի է ունեցել մարզային բնակավայրերի փողոցներում, որոնց հետևանքով զոհվել է 31, մարմնական վնասվածքներ ստացել 907 մարդ։ Անկախ իրականացրած բարեփոխումներից եւ վիճակագրական տվյալների ցուցանիշից Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են կյանքեր խլել։ Նախաձեռնության հեղինակ Արմեն Խաչատրյանի կարծիքով ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը Հայաստանում պետք է ունենա միասնական ռազմավարություն եւ համակարգված կառավարում, քանի որ երթևեկության անվտանգությունն ունի կենսական նշանակություն Հայաստանի հասարակության համար։